Ուխայ, առավոտ բարի լույսով, այ ես սիրուն ծաղկե փունջեմ, ի սրտե, մեծ ու ջերմ սիրով, նվիրում եմ իմ բոլոր լավ ու բարի հետևորդներին, եկեք մի հատ հոտ քաշենք, այ հենց այս կողմից, ուխայ, այս ինչ լավն էր, մեր մոտ 10:30 ամ, մորս հետ կոֆե եմ խմել, ինքը գնաց իրա գործին, ես էլ գնում եմ իմ գործին, գործում եմ, սկզբից իմ գործերով, հետո ընկերուհուս տուն, սիրելի հետևորդներ ջան, եկեք միասին, առավոտ բարելուսախառը, գնանք ու մեր քաղաքում ֆրֆրանք, այսօր դեպի ձախ կողմ ենք գնալու, երեք ես ճյուղից եմ քաղել, հայվանուհիս օգնեց, պոլիփետով իջացրինք, մեկ էլ էս մի կողմից, այս ծաղիկներն էլ ասեցիք լանդիշի, я подарю тебе ландыши, հա, այդ երկներ քիթային ու թրենդային, օրը հեչ լավը չի, բայց թե ինչ ասեմ, գնացինք, նայեմ բաղջի խոտին, մարդ գտնել ա պետք ու հնձել ա պետք, լավրա հասը, գնացինք, բարլուստիս, գնացինք, ոչ շատ շոք է, ոչ շատ տաք է, ոչ էլ ցուրտ է, այսօր լամի բան էլ անձրև է տված, անցանք դեպի ձախ, ուղիղ, փողոցի շարժը շատ է այսօր, մի հատ ուզում եմ հասկանամ, տնամ, տղես եկել ա վերցրել, իրան ուտելիք թե ոչ, բարլուս, եկել ա Ալեքսի, դեռ չի եկել, հա, համի երկրորդը չի, հա, դեռ չի գնացել, իրանք վաճառողուհու հետ պայմանավորվում են, Ալեքսն ասում է ինչ ա ուզում, վաճառողն էլ ասում է, որ երբ գա, որ բերած ելնեն, եկեք ցույց տամ կոներին, եղեք, այ իսկական փոշոտման վաղտնա, տեսեք, ինչ շատ եք գրում, փոշոտումը երբ է, ենա հենց միա, հետո ինքն հենց մի ընթացք ունի, որ կա ու չկա,
Են օգտակար պահը բաց չթողակ։ Համեցեք իմ սիրուն Ստեփանավան։ Ով ես ինչ պայծառավև բացվեց։ Հպտոցն դար դասամիջոց չի, թե դասամիջոցը Զանգը խփել է, երբ հա խփեմ։ Երեսուն, հա? Հա, ապրես։ Ահա։ Ժամերը խառնել է։ Թեպետ Ալեքսս ինձ զանգում է, բայց զանգերն էլ էլի ճիշտ։ Ահա։ Հեսա։ Ստեղ էլ ազոտ, արդեն տեսեք ինչքան լավ վերևում է։ Այս կոները, որ փոքր են լնան, մարդիկ քաղում են, հետո մուրաբա էփում ու շատ, չափից շատ օգտակար է։ Էլ չասեմ կոնի մեղրի մասին։ Խնդրեմ, մի խոսքով։ Գնացինք։ Շունիկ է, շունիկը մի ոտը չունի, նենց մեղկա, ասեք, սկսել է, այս տակերը լայն, տիպով տաբատները, դուրս գալը, այսօր դա եմ հագել, շատ հավանում եմ, շատ սիրում եմ, իմ կուրտկեն, քանի որ ցրտոտ էր, ու գնացինք, տեսնում եք առավոտ շուտ, փայլում, Սիրուն Ստեփանավանը ուղղակի փայլում Այս հենց բաներ ձեր հետ ասելով, խոսալով համարյա թե ճամփիս կեսը գնաց Նա գնանք դալիս Դենամ ժամը քանիսն է, մի հատ Ալեքսիս եմ ուզում զանգեմ Այսպես Պայուսակից նկարը տեսել եք, հելային սիրունա Գնացին Ահա, սիրելիներ ջան Ես դեռ շարունակում եմ քայլելը Ալեքսիս հետ ճշտումներս արեցի ու հիմա քայլում եմ այն փողոցով որով որ իմ պատանեկության տարիներին 4 տարի անընդմեջ քայլել եմ երիտասարդական փողոցն է
Այս վերջերս են սենց սիրուն հավեսով սարքել ու լավ բարձանում էր ընդեղ մեր գյուղատնտեսական քոլեջն է որտեղ որ ես սովորել եմ 3 տարի 10 ամիս չգիտեմ ինչու էր այդպես համենայն դեպս տենց էր այն ժամանակ այս բաները չկար սրանք իմ համար գրիվ նոր են բայց օրինակ այս տամբակը ոնց եղել է, ոնց հիշում եմ, տենց էլ կա։ Հելա, ամել չի պասվել։ Կակաչները, սիրով տեղին, իմ սիրած, մի խոսքով, ծառերս են սիրուն, ու ես դար գնում եմ, ահա, առավոտյան ֆիզկուլտուրա, ինչքան ասում եմ չնկարան, այս փողոցն էլ է ինձ շատ հոգեհարազատ, երբեմն էլ են, որ ուշանալուց էին գլնում, սենց էի գալիս, որ գնամ հասնեմ իմ կրթահամալիս, այս տունն էլ, ոնց հիշում եմ նույնը կա, այսենց, սիրելի հետևորդներ ջան, եկել եմ տուն, էնել քանի անգամ գնալ գալուց հետո, ժամը 3:20 այ սենց սև ամպեր են, անձրև, սիրելիներ ջան, այս իմ գնաց վարյունգը, այս դրամապանակս, Ալեքսին ասել եմ, տնից դուրս չգաս, եկել է հմվել, ոյ, տոթամի տեսակ մեր մոտ, մրըթնածը, համ տոթա, ես ես, իմ սիրուն ծաղիկները, ինչ բանի ես, ոչ մեկ տուն չի եկել, դե վսյո ասիճան, ծողուս վերցնեմ, աշտեղ առավոտը դեմքս սրանով լվացել է, ինչ պտի անես որնամ, որ բերես կասեմ, ու տենց մնացել է, որով հետև սելովն ուժեղացավ, այս դիրեն բաների մոտ ու ջուր բեր, գործի տնենք, ռախոսից կտել մի բանքոն, մի կոֆե խմենք, եղեք ջան, գնանք ինչ ենք անում կամած Ալեքս ջան, ոնց որ թե այնքան վրազ ես խոհանած, բարի լույս չես, ես արդեն լավն, իմ տղեն այսօր սպորտային է, ֆիզկուլ տարել եք, հա, կարևորն է դա,
շատ գողը, շնորհակալ եմ։ Հոգնել եմ ես կյանքից։ Եկեք մի կոֆե խմենք։ Գիտեմ հանի ասելու եք մեղված ես, Անահիտ, իհարկե մեղված եմ, այս պահին ոնց ասեմ, ով բժշկի կարիք ունի, Տեր Հիսուս թող բժշկվի, ով ինչի կարիք ունի, թող բոլորն էլ հասնեն իրանց ուզածին, ոնց որ երկար կռիվանելուց հետո հասա ես, սիրելի հետևորդներ ջան, մի տեսակ ինչքան ուզում աշորը սպիտակ կլինի, մտքերս հետ այս պահին լավը չի, ամեն դեպքում Աստված կանչենք, որ բոլորիս գործերը լավ լինի։ Բոլորիս առողջություն, նամանավանդ հիվանդներին, այդքան մի բան, հիմա այսօր առավոտից մի րոպե տանը չեմ մնացել, մամայի հետ կոֆե եմ խմել, երեխու դպրոց գնալուց հետո արդեն դուրս եկել, այնքան եմ քայլել, ինձ թվում է այս չգիտեմ թե քանի քայլ եմ արել, քաղաքն ամեն ուղղությունով չափել եմ, մտքերս հետևից ասի վեր կացա տենցա, չէ, որ վեր ես կենամ ու տանն ես մնամ, ձեզ ոնց որ մխրճվես տան գործերի մեջ, բայց որ վեր ես կենում ու ասում ես ես ինչ տեղն ունեմ գնալու, տան գործը ոնց որ ընկնում է երկրորդ պլան, իմ մոտ այսօր իրոք ընկավ երկրորդ պլան, որովհետև սիրելիներ ջան, ինչը որ շատ կարևոր էր, ես դրանք լրիվ արել եմ ու սենց ուրիշ գործ չկա, սպասում եմ, որ իբր թե կահույքը բերի, հետ էլ բերումա թե բերի։ Երանի չեր նեղությունս էդ լներ, դուրս է եկել, ասի չէ, մինչև ընկերուհուս մոտ գնալը, ուրեմ, ու հենց դուս ես գալի տանից, սաղին պետք ես, այ էտա հետաքրքիր։ Իսկ որ տանն ես մնում ու մեկ ձանձրանում, ասում ես վայ խիչ ինչ, որ մեկը ինձ զանգում, խոսանք, շփվենք, ժամանակ անցնի, այդ ժամանակ շտոտը քեզ մոռանում են, իսկ հենց դու տանից դուրս ես գալիս, էլ զանգեցին, որ կան մեզ մոտ, էլ զանգեցին, որ դե կոֆեն մհանա ենք անում, հետո շփվում, այ, բայց այսօր իմ ուղղությունը լրիվ ուրիշ էր, հա, հետո, ինչ ասեմ, մի քիչ էլ մտքերով շատ նեղված էի, ու սենց ուզում էի էլի դրսում մտքերս քամում տալով ման գայի, այդ ընթացքում մեկենայում եմ մեր ընկեր Սահականը սենց ջպտում ասում հա քո նման չես, ասում եմ չէ, ոնց էլ հասկացակ, ասում եմ այդ քեզ այնքան լավ եմ ճանաչում, նմանվի քեզ հիշի, որ կյանքում ամեն ինչը անցողի կամ, բայց թե բաներ կան, որ հետ էլ անցողիկ չեն, մի խոսքով, ուրեմն, ինչ արեցի, դուրս եկա, մեկ էլ ընկերից, որ արդեն կոֆե մոֆե տենց բաներ, վայ ասում եմ, բայց պետք է զանգեի հարց պատասխան կար,
ու պատմում եմ էլի նոր սենց այսքան սենց բաներ եմ արել, որ իմ իրավունքները պաշտպանեմ ու երկուշաբթիներ եկեր ասավ այս պահին հարմար չի վաղը զանգի, վաղն էլ այսօր էր, մոռացել էի, որ զանգեմ, որովհետև մի հատ շատ ուրիշ հարց ունեի, որ ինձ սենց հոգիս տանջում էր ու ավելի շատ այդ կոմի վրա էի կողնորը սենց էլի տարված, քան թե օրինակի համար զանգեմ տենամ ինչ եղավ, մեկա գիտեմ, որ լնելու է, ես գրագետ ձևով իմ իրավունքներն եմ պահանջելու պաշտպանել։ Ինչև է, սիրելի հետևորդներիս ասեմ, ասի բայց վեր զանգեմ, հետա զանգելուց հետո մի հատ էլ գնացի ու ստացվեց, հիմա ես մոտ օրերս արդեն իսկ Երևան եմ գնալու, մի քանի գործ ունեմ, մենք չի որ մի գործով եմ գնալու, մի քանի գործով, ով էր ինձ ասում, որ ուզում եմ հանդիպեմ, Արմինե ջան, այս ընթացքում գալու եմ Երևան, եթե կհետաքրքրի, մեր տես չգիտեմ, գալու եմ ու մի քանի օր մնամ, որովհետև գործը տենց թելադրելու, այդքան մի բան, դրանց են կոմասի դուս եմ եկել դուս, գնամ, կարնեզի անունը մոռացա, Քիվ, եթե ճիշտ եմ հիշում, Քիվ էի գրել, ասի խոհանոցիս են մի կարնեզը փոխեմ, ես մտածում էի պատալոչնիկ անեմ, են էլ, որ առաստաղը, որ ես ընտրել եմ, այդտեղ չի թույլատրվում պատալոչնիկ կար, բայց շատ խուճուճ-մուճուճ ձևերով, ծախսատար, ես էլ չուզեցի տենց, որովհետև նենց էլ այսենց քամվում ես, մի հատ էլ կրկնակի ավելացնես ծախսդ, անիմաստ էր էլի թվում, ասի լավ, ինչ արել չի արել, նախկին հինը կար, սիրուն խնամքով ակուրատնի պահել եմ, հետո մանավանդ, որ չի մաշվում, ոտքերս մի քիչ վերև դնեմ, որովհետև էլի մչի չեմ զգում, երախեք ջան, ու ընդեղ վարպետես մի խանութի տեղ էր ասել, ասավ շատ լավ խանութ ա, շատ գները հարմար ա, ընդեղ տարբեր ձևի կա, կարաս գնաս նայես, գնացի նայեցի, գիտեք շատ սիրուն էր, շատ լավն էր, բայց մի հատ մեծ թերություն ուներ, այն կրючոկներից են, որ տենց կախում ես, տենց էր, ես սիրում եմ, որ վարագույրը կարնեզի մեջ մտնի, փոշման հետ եկա, հմի դեռ ընքան մի տեսակ հոգնել եմ այս պահին, որ ոտքերս էլ չեմ զգում, ոչ թե հոգնել եմ, էլ ինչ եմ արել, որ հոգնեմ, ուղղակի ոտքերս այլևս չեմ զգում, նոր նայում էի 19,000 քայլ եմ արել այսօր, վաղուց էր այդքանը չեմ քայլել, ինչ դուզը, համ սենց եմ գնացել, համ վերև եմ բարձացել, համ դեպի Զորամաս եմ գնացել, համ Կամուրջն եմ անցել, ու լրիվ ոտով, ասքանի Ալեքսս տանը չի ման գամ, համ ինձ կլնի մարզանք, համ որ մտածմունք ես ունենամ, ոնց որ մտքերդ սենց քամին տալով դնում ես գալիս էլի եսի, ու հմի եսա մի քիչ ոտքերս հանգստանան, իջնեմ ներքև, մի հատ իմ կարնեզին նայեմ, հանուչեն անեմ, միգուցե երևի նույնն էլ տեղադրեմ, ինչ տարբերություն գնալու եմ խանութից նորից նույն տիպի կարնեզ առնեմ, էլ անիմաստ փող ծախսելը որն է, մանավանդ այն դեպքում, եթե կարաս դա ուրիշ տեղ ծախսես, այդքան բան, հիմա այսօր բոլ ման եկար, ոնց են ասում թոքերս բացվեց, բայց ժպիտս մի տեսակ այսօր չի բացվում, էսա կասեն, որ էս այն մարդը այդ ձևի
շնչավոր էակա, որ չի կարա կեղծ չպտա կամ միայն լավն ասի, պետք է ուրեմն սենց ստանդարտ, հանդարտ կյանքով ապրես, որ լրիվին լավ ասես, կամ միալար լավ ասես, կամ միալար վատ ասես, չէ։ Չի կարա առնի տենց բան, ես մի մարդ եմ, ով ունի նեղություն, ով ունի ուրախություն, ով ունի հույզեր, էմոցիաներ, ով ունի սրտնեղություն, եթե ես այս պահին նեղված եմ, կեղծ չպտալը, որ ուսա։ Հենց այդ կյանքը մենքան կեղծավոր բաներ կան, մի հատ էլ որ կեղծ չպտաս, ոնց որ դու ինքդ քեզ խաբես։ Ես չեմ ուզում ինքնախաբեությամբ զբաղվեմ, որովհետև էդ է իմ այո։ Այդքան մի բան, չգիտեմ։ Հիմա Աստված ջան։ Թող բոլորիս գործերն էլ ավելին Տեր Աստված։ Այս ընթացքը, որ ճիշտն ասեմ, երկու օր առաջ նենց լավ արևեր, ուզում էի բրդերս քանդեմ, ասել եմ, չէ, որ այս տարի ուզում եմ լրիվ անկողիններս քանդեմ, թափ տամ, փուփուլացնեմ, լավնացնեմ, ճիշտ է մաքուր են, սենց եսի մնչեր չունի, բայց մի տեսակ այն օրն էլ Նիկայի հետ էի խոսում, լսել էր վիդեոն, որ ասում եմ, ուզում եմ բրդերս լվանամ, ասում է դու քեզ չես խղճում, ինչի տա պետք է բրդերը թափի, թող գնա, երեխեք, իսկ ես ափսոսում եմ, որ թափեմ, որովհետև ժամանակին ես այդ բրդերը կեղտոտ վիճակով առել եմ ու դարձրել մաքուր, սիրուն, թել բրդեր, իրանք այնքան մեծ են, որ պարանից կախում եմ, մինչև գետին քաշվում են ու վերցնես այդ ձևի բրդերը թափես, ափսոս է էլի, չեմ անի տենց բան, երբեք, մեկ էլ ասմա, որ լվանաս ասմա այդ ռադար ասմա այդ վերմակները, պետք չեն դրանք մեզ, ինքը ընդեղ դե ունի, ասմա լավ չի իմը, ուզեմ տակ, ուզեմ ամառային, գցում ես մեքենան, լվանում հանում տալիս ա քեզ, հետո Քրիստինեն, որ եկավ, Քրիստինայի հետ ենք խոսում, ասում եմ, սենց պատմության մեջ եմ ընգել, մեր տանը ես կռիվն ագնեմ, Նիկան ինձ ասմահանի թափի, ես էլ ափսոսում եմ, սենց նայում, ասմա բա դու քեզ չես ափսոսում, մեր մոտ ասավ լավ խանութ կա, ես քեզ այդ հարցում կօգնեմ, կվերցնենք, հիմա պայմանավորվել եմ, սենց մտքումս մտածում եմ, էլի, վերմակներս քանդեմ ու մի հատ դոշակ հավաքեմ, ներքնակ, ինքն էլ ասում հանի ռադարա թափի թողե թա, բայց թե թափելով չի էլի ափսոսում եմ, չեմ կարող, չեմ անի, վերմակները կփոխեմ, որովհետև պահանջում Անիկան մի այլ կարգի, չեմ հիշում գրառումներում ով էր ինձ գրել, որ այդ հարցով ինձ կօգնի, երեխեք ջան, մի հատ ինձ նորից ասեք էլի, ով էր ինձ գրել ու հասկանամ, մի անգամից որ 10 առնես, չէ, գոնե երկու կարելի է փոխել և այո, որոշել եմ, որ փոխեմ, սիրելի հետևորդներ ջան,
այդքան բան։ Ինչքան լավ մի հատ միտք ա եկել, ուրեմն և ինչ մնաց ինձ և նրան աշխարհում այս, ապրել, միայն ապրելու համար և անկեղծ անվերջ փրկություն փնտրել անբուժելի մի ցավից, որ կոչվում է կարոտ։ Իրոք, որ հետ գնամ անցած չէ նախանցած տարին, 2 տարի անընդմեջ արդեն։ Մենք 2 տարի առաջ արդեն Ռուսաստան էինք ու որ հիշում ես այդ ամեն ինչը, մի տեսակ իրոք կարոտում ես մի այլ կարգի։ Այնպես որ տեսնենք ինչա կատարվում, ստեղ ինձ իմ Նարինն ա գրում, երևի թե մի փոքր շփվեմ, հետո տեսնեմ ինչ ենք անում։ Ստեղ են դեպքներ, չէ, տեսակ են ինչ կարգի անձրև եկավ, ինչ արավ են, որ համպատմելի ու ստեղ են ասում, սիրտս լծվել է սև ամպի նման, նեղված սրտիս հետ էլ այդքան
Անձրև ու անձրև, չայ ես խմեմ, դե գնա տուն, արի վեր կալ չայատ, դե արի, ոնց տղ արդեն է պես, մի րոպե, գիտեք չէ մեր չայը որն է, սիրելիներ ջան, գիտրոն, եռած լավ ջուր, դրանից լավ է չկա, Ալեքս, թե կլսի ինձ Ալեքսը, Սենց մի անգամից երմանջրով բաժակները վերցնենք, ցուրտ, խիամատ, մի այլ կարգի ցուրտ, ես ինչ կարգի ցուրտ անեմ, որ անունը տալու չի, մի անգամից, օպա, ես դուրն է թագեմ, Սիրելիներ ջան, դաժե շողոված, չլսեց իմ տղենից, Ալեքսանդր, բաժակը տարի տար էլի, թե չէ ձևս բաժար կանգնի, բռնի բռնավիրից, ապրի եմ բալեն, գնա Ալեքս, գնա, Всё, այլ տնիշտ ու սեկող չկա, ու ստեղ մի հատ եվի առաջ եմ կանգնել, նախորդ անգամ նայում եմ էլի անձրև եկավ, այս անձրևը եկավ լցվեց լուսամուտը, մտածում եմ ընչից կլնի, հենա ընդեղ պարզ երևում է, թե տեսնում եք, ու ասի դե չգիտեմ, հիմա ես անգամ նայում եմ, ես պատուհանագոքից փաստորեն, որ ես տարի էինք, ես սրան սարքել, ինչ իպր, այսած ուզում եմ ցույց տամ ձեզ, այ ես կոմից, հեսա, ստեղ նայում ենք, ու ես կոմը հեսա, բացվել ան, ու սենց թապել ներքև, ջունը թապվում է տուն, տեսատ ինչ ալն է, ու եսքան, դե արի, ու լավ մնա, անահիտ աղջիկ, չգիտեմ, ես էլ սենց դրած, հիմա հետա որ տեսա, անձրևից հետո չէի բացել, ինչ ճիշտ է, հիմի որ բացել եմ, պարզավոր, էսա մի հատ ամուսնս եմ ասեմ, Ալեքս ջան, ու բարպետին կանչենք, հասկանանք ես ինչ խաբար է, ես խիա սենց լնեմ, արդար չի էլի, մարդիկ ուզում են շին մատերիալը, մարդիկ ուզում են իրանց աշխատանքի գինը, ոչ մի անգամ
չես սակարկում, ճիշտ է, թանկ է, բայց թե էդ էլ մարդու ապրելու միջոցն է, մարդը դրանով է վաստակում, օրինակի համար նմանատիպ գործերը հաշվարկում են քառակուսի մետրով ու ես էլ իրանց վարձատրել եմ քառակուսի մետրով, այս նախորդ վարպետն է արել, այս վերջինները չեն արել ու ես էլ չեմ հասկացել, թե այդ որտեղից է տենց եղել ու հանուն ընչի էլի։ Հիմա ուզում եմ բարիս ուղիղ իմաստով ջուրը լցնում ա տուն, եթե մի քիչ սենց խառը անձրև ա գալիս, ոնց եկավ այսօր աննկարագրելի, ես իմեն ինչ արավ, փոթորիկի նման համ փոթորիկ էր, համ անձրև, սելավ այս դեպքում էլի, ձյուն էլ չի գա, ու այս նեղ սրտիս հետ էտ էլը տեղտենց, ոնց որ մի տեսակ վաբշե քեզ տա ու հունից հանի, դեռ աչքդ չբացած, որ այս մի գործը պրծար, հմի էլ մի ուրիշն ա բացվում, ու ստեղ կրկին անգամ համոզվում ես, որ այն մարդ է սեփական տան գործը անհատնելի ա, անհատնելի, անհատնելի։ Դրա համար սիրելի հետևորդներ ջան, երջանիկ այն մարդը, ով իր տունը մի անգամից կարում ա վերանորոգի հմուտ վարպետների ձեռքերով, ոչ թե, որ ասում ա խամ ու քորի պես, վստահում ես մարդուն, իրա ուզած գումարը տալիս իրան որպես իր աշխատանքի վարձատրություն, բայց արդյունքը կրկնակի վնաս ես անում, համ փողը տակորում, համ մատերիալի կրկնակի վնաս ես անում։ Դիմատենամ, այս անգամ ոնց գտնի, ինչ գտնի, քո վայբերներ, թե չէ, քո վայբերներ, դրանք ինչ ալնել, կան բան, հիմա ինչ ամնում անել, նոր սկսել, քանի որ ամեն անձրևի վաղտ, եթե տենց աչից ծախից խփի, տեղից հաստատ ջուրը քաշել ու ապատը թուլանալու ա, մի ահագին բաներ, որ մեկը մյուսին հրտ չի տալու, դրա համար քանի նոր ա ու քանի թենց նոր ա փակվել, այդ փակը բացվել, ավելի լավ առաջը փորձեմ առնեմ ու տեսնենք ինչ ենք անում, սիրելիներ ջան, իսկ մեր մոտ տեղը տեղին, չափից էլ շատ առավել, անձրև եկավ, պտտելով, ես չգիտեմ, թե ինչ էր անում, կարճ շորտ վիդեո եմ նկարել, տեղադրել էջում, օլա էլի, անցավ, գնաց, այսօր էլ այս ձևի տխուր ու մռայլ օր էր, իմ համար օրս դրսում անցավ, մտքերս տենց էլ չկարողացա քամուն տան, որովհետև կան չէ սենց կպչուն մտքեր, որ կպնում են ու բաց չեն թողնում, իսկականից տենց էր, հիմա վայել եմ իմ կիտրոնի ջուրը, ինչ շատ եք հարցնում, տաք եմ խմում, սառն եմ խմում, ոնց եմ խմում, նախընտրելի ա, որ տաք խմեմ, ես սիրում եմ տաքը, շոգին էլ դե ուզես չուզես պետքա սառը խմես, բայց իմ համար էֆեկտիվը տաքն է, այդքան բան, սիրելիներս,
երևի թե այսքանով սահմանափակ եմ, ձեզ ասեմ բարի գիշեր, լավ եղեք, առողջ եղեք, չտխրեք, ոնց ես այսօր տխրեցի, հուսամ, որ վաղը լավ ու պայծառ օր է բացվելու, համ իմ համար, համ էլ բոլորիս համար, առայժմ, Ալեքսանդրատի էլի հեռախոսը, Կհանդիպենք շատ շուտով։